Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, նոր աշխատանքային օր, նոր աշխատանքային շաբաթ, երկուշաբթի առավոտը սկսում ենք հանրայինի ուղիղ եթերում։ Ձեզ համար այսօր առավոտը կսկսեն Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանը, մենք առաջարկում ենք սուրճի առաջին բաժակը խմել, միասին ծանոթանալ օրվա ամենահետաքրքիր նորություններին եւ իրադարձություններին, ինչպես նաեւ այն կարեւոր տեղեկատվությանը, որ հաստատ պետք է լինելու տանից դուրս գալուց առաջ։ Այսօր հոկտեմբերի 6-ն է, ինչպես նշեցի, երկուշաբթի, սկսում ենք նոր աշխատանքային շաբաթ, բարձր տրամադրությամբ, որովհետեւ կարծես թե եղանակն էլ բավականին լավն է այս օրերին, անգամ անկանխատեսելի տաք է, արդեն սովոր ենք փոքր թեթև պիջակների, ժակետների, բայց երբեմն դրանք ավելորդ են թվում։ Ինչը կարծում եմ հրաշալի է, որքան ավելի երկար տևի այս ջերմ եղանակը, այնքան ավելի բարձր կլինեն կարծում եմ շատերիս տրամադրությունը, որովհետև շատերիս համար մեր տրամադրությունը ուղիղ համեմատական է հենց եղանակին, այնպես որ դեռ մրսել կհասցնենք, վայելենք վերջին տաք օրերը։ Ոչ միայն տրամադրությունը, այլև աշխատունակությունը, կան մարդիկ, ովքեր ասում են, այս մռայլ եղանակին չեմ կարող աշխատել, քո նստանում է, եւ կան նաեւ հակառակ տեսակ մարդիկ, ամեն դեպքում դեռ լավ տաք օրեր են մեզ սպասվում, իհարկե եղանակի տեսությանը կանդրադառնանք, ձեզ հիշեցնենք, որ մենք ուղիղ եթերում ենք ոչ միայն FM հաճախականությամբ, մեզ կարող եք գտնել նախ arm.radio.am կայքում, պարզապես սեղմեք դիտել եթերը կոճակը եւ կարող եք արդեն մեզ տեսնել վիզուալ պատկերով եւ կարող եք նաեւ մեկնաբանություններ գրել։ Այո, հանրային մեր Facebook-յան էջում նույնպես արդեն գործարկված է մեր ուղիղ հեռարձակումը, այնտեղ նույնպես հնարավոր է մեկնաբանություններ թողնել, բայց մենք աստիճանաբար փորձում ենք ամբողջությամբ տեղափոխվել մեր սեփական հարթակ arm.radio.am, հատկապես որ ինչպես արդեն Սևակը նշեց, այնտեղ նույնպես կարող եք մեզ մեկնաբանություններ գրել, մեզ հետ կապի լինելու ավանդական ճանապարհի մասին նույնպես մի մոռացեք։ 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, այն բաց է ամբողջ եթերի ընթացքում, կարող եք զանգահարել, ողջունել, խոսել, բարձրաձայնել ձեզ անհանգստացնող թեմաներ, հատկապես այն հատվածում, երբ խոսելու ենք հյուրի հետ, իսկ այսօր ունենալու ենք հյուր, որի մասնագիտությունը առնչվում է բոլորիս, այնպես որ ինչպես ամեն առավոտ հագեցած, տեղեկատվական, ինֆորմատիվ եթեր է սպասվում եւ իհարկե այդ ամենը համեմված լավ երաժշտությամբ։ Հենց այդտեղից էլ կարծում եմ պիտի սկսենք։ From your home and from your mind, find yourself a little shelter. Go ahead, it doesn't matter what they say and what they want. You just don't care, you throw them out. Remember that whatever happens, I'm never gonna give you up. And I have sent to you this cloud, it'll sing to you so loud. Let the rain touch your eyes, catch my kiss from the skies. I promise you'll see one day I'll sing this song to you. You know what we've been through. I'll be back with you soon, a straight flight from the moon. I will appear in your room. You better fight for your rights day and night. Remember that each drop of water can break the stone and make the stream wider. So my love, just feel my love. Don't be sad, don't look back. The doors will open, the roads we've chosen are quite hard, but everything will be alright. I've sent to you this cloud, it'll sing to you so loud. Let the rain touch your eyes, catch my kiss from the skies. I promise you'll see one day I'll sing this song to you. You know
soon, the straight flight from the moon. I will appear in your room. We're gonna change the pace of time. We're gonna travel all around, and we will try to start again. We will jump from the falling plane. We will make our little world with 1,000 trees and 1,000 birds that will sing to us again, and we'll forget about the pain. I've sent to you this cloud. It'll sing to you so loud. Let the rain touch your eyes, catch my kiss from the skies. I promise we'll see one day. I'll sing this song to you. You know what we've been through. I'll be back with you soon, a straight flight from the moon. I will appear in your room. Station with the best music. Best music. I love the music. Best music. Օրվա առաջին երգը Նեմրայի նոր երգներ ու տեսահոլովակը շնորհավորում ենք նեմրացիներին, մեր եթերում պրեմիերա էր եւ շարունակենք այս հատվածում վեգա խոսում ենք այն մասին, թե ինչ է սպասվում այսօր ընդհանրապես եղանակ, տարադրամ, խցանումներ եւ երևի թե գլխավորը միշտ եղանակն է։ Արի այդտեղից էլ սկսենք։ Հոկտեմբերի 6-ն է այսօր, եւս մեկ անգամ հիշեցնենք եւ տեսնենք թե ինչ եղանակ է այսօր սպասվում թե Հանրապետությունում եւ թե մայրաքաղաք Երևանում։ Սպասվում է առանց տեղումների եղանակ իդեպ մինչեւ հոկտեմբերի 10-ը։ Կարող եք անձրևանոցները մի կողմ թողնել քամին արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, իդեպ օդի ջերմաստիճանը դեռ բարձրանալու է 2-ից 3 նիշով։ Մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվել այսօր, առավելագույնը իդեպ կլինի 27 աստիճան, որը բավականին բարձր է, տաք եղանակ է սպասվում, երեկոյան 22, իսկ գիշերը ահա 14 աստիճան է կանխատեսվում եւ այս պահին էլ ըստ հեռախոսային հավելվածի 18 աստիճան է, որը զգացվում է ինչպես 21 աստիճան, սա իսկապես շատ լավ է, այնպես որ տաք եղանակի սիրահարներ դեռ կարող եք վայելել այս հրաշալի եղանակը։ Գրեթե ամառ է իրականում կամ մայիսյան եղանակ է, այո, ինչը բնականաբար շատ հաճելի է։ Ավտոճանապարհներին անդրադառնանք, Հայաստանում առանձնապես փոփոխություններ չկա, միայն Կորեայի ձորը շարունակում է փակ մնալ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, իսկ մնացած բոլոր ավտոճանապարհները Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնականում անցանելի են, այդ թվում Լարսը այն նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս պահին թարմացնենք նաև մայրաքաղաք Երևանի քարտեզը եւ տեսնենք խցանումային պատկերը, այս պահին 6 է, ամենառավոտ նույնն ենք կրկնում, հիշեցնելով, որ սովորաբար այս ժամերին, հատկապես սեպտեմբերի սկզբին 7 էր, 6-ը կարելի ասել արդեն տանելի է։ Այնուամենայնիվ այն փողոցները փոքր կենտրոնի եւ կենտրոն բերող, որոնք ծանրաբեռնված են լինում տարվա բոլոր եղանակներին, անկախ նրանից դասա պրոցես կա թե չէ, այս պահին կրկին ծանրաբեռնված են։ Սկսենք Իսակովի պողոտայից, Երևանյան լճի հատվածից դեպի կենտրոն եկող հատվածը ծանրաբեռնված է, այստեղ ավտոկայանի հատվածում եւս դանդաղ է երթևեկությունը։ Բրազիլիայի հրապարակից Աթենքի փողոցը դեպի Կոնյակի գործարան եւ Հաղթանակի կամուրջ եկող հատվածը խիստ ծանրաբեռնված է, Մամիրյան փողոցը Հանրապետության հրապարակից դեպի Սարյան գնացող եւ Սարյանից նաեւ հակառակ ուղղությունը շատ ծանրաբեռնված է, գանք մեր կողմեր, Սայատնովա պողոտան կարծես թե այդքան էլ ծանրաբեռնված չէ, բայց ահա Կորյունը երկկողմանի դեպի Մատենադարան գնացող եւ Մատենադարանից դեպի հակառակ ուղղությամբ շարժվող հատվածը ծանրաբեռնված է, Տերյան փողոցը Կորյունին խաչվող հատվածում կրկին դանդաղ է երթևեկությունը, Սարալանջը իր հարակից փոքր փողոցներով կրկին ծանրաբեռնված է, գանք կինոթատրոն Ռոսիայի մոտ Տիգրան Մեծի պողոտան երկկողմանի ծանրաբեռնված է, Խանջյանը դեպի Մանկավարժական համալսարան իջնող հատվածում եւս երթևեկությունը
խիստ դանդաղ է ընթանում, սիրելի վարորդներ եւ ուղևորներ, ձեզ առանձնահատուկ ենք ողջունում այս ժամերին, եթե երթևեկում եք, ապա այս դանդաղ երթևեկությունը ձեզ համար պետք է տանելի լինի։ Եթե հնարավորություն ունեք, զանգահարեք 55 3702, փորձենք մեղմել խցանումների մեջ երբեմն այո դարեր տևող ժամանակը։ Հուսով ենք այսքան նյարդայնացնող չեն լինի տարադրամի փոխարժեքներն այսօր։ Չնայած այստեղ նույնպես շատ փոփոխություններ կարծես թե չկան, ամերիկյան դոլարը համարժեք է 382 դրամի եւ 76 լումայի, եվրոն 449 դրամ 25 լումա, ռուսական ռուբլին 4 եւ 6, 140 դրամ 62 լումայի է համարժեք վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 514 դրամ 85 լումա եւ դիրհամը 104 դրամ 21 լումա։ Մինչև կմարսեք այս տեղեկությունները, մենք առաջարկում ենք եւս մեկ երգ լսել, որից հետո արդեն կթերթենք օրվա սպորտային, մարզական դրահոսը, տեսնենք ինչ է սպասվում մարզասերներին, իսկ մինչ այդ ձեզ թողնում ենք Արամ Էմպետրիի «Գալիս ես երգի» հետ։ Սուրճ ու սեր առավոտից։ 9:44 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, հիշեցնեմ, այսօր հոկտեմբերի 6-ն է եւ արի վեգա թերթենք օրացույցը, տեսնենք ինչ կա այս օրը։ Նախ տարվա ավարտին մնաց ընդամենը 86 օր աստիճանաբար ամանորյա գնումների ցուցակը պատրաստական մարդիկ, ովքեր ամեն ինչ շատ շուտ են սիրում պլանավորել։ Դասավորում են իդեպ, քանի որ եղանակից էին խոսում, սևակ եւ տարվան մնացած օրերից պարզվում է բավական հետաքրքիր գիշերը լինելու այսօր եւ
վաղը, Օհո։ ամսի 6-ին եւ 7-ին տեսանելի է լինելու տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը, առաջին աշնանային գեր լուսինը։ Այս մասին հիդրոօթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն է հայտնել։ Ահա, այսօր կարող ենք փաստորեն տեսնել գեղեցիկ լուսին, իդեպ երեկել էր շատ գեղեցիկ, բայց գեր լուսինի դեպքում դա էլ ավելի մեծ է կարծես թվում։ Տեսնենք ինչ կա օրացույցում, ովքեր են ծնվել այսօր։ 1959 թվականի այսօրն է ծնվել Արցախի հերոս ազատամարտիկ Բեկոր Աշոտը։ Այսօր ծննդյան օրն է նշում հայ նշանավոր շախմատիստ, միջազգային գրոսմաստեր Լևոն Արոնյանը։ Շնորհավորում ենք Լևոն Արոնյանին։ Շնորհավորում ենք Լևոն Արոնյանին, բայց ասեմ, որ ամսի 4-ին նա ինքն իրեն ինչ որ առումով արդեն շնորհավորել է, հաղթանակ գրանցելով հնդի գրոսմաստերի նկատմամբ Արոնյանը Grand Chess Tour Finals-ի եզրափակում 20 եւ 8 հաշվով հաղթել է հնդի գրոսմաստեր Ռամեշ Բաբու Պրագնանանդային եւ այս արդյունքով զբաղեցրել է մրցաշարի 3-րդ հորիզոնականը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցելու հաջորդ տարվա մրցաշարին։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Իդեպ այս պահին լավագույն եռյակը այս տեսքն ունի. առաջին հորիզոնականում է Ֆաբիանո Կարուանան, երկրորդ տեղում Մաքսիմ Վաշելագրավը եւ երրորդ տեղում, ինչպես արդեն նշեցինք, հայազգի Լևոն Արոնյանն է, որը ԱՄՆ դրոշի տակի հանդես գալիս։ Ահա, շարունակենք սպորտի թեման։ Նորվեգիայում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը եւ մեր մարզիկը Գոր Սահակյանը պոկուն վարժությունում փոքր արծաթ է նվաճել։ Հրում վարժությունում նա ցավոք 0 միավոր է ստացել, ձախողելով 3 բոլոր մոտեցումները, բայց փոքր արծաթ է մեդալով կվերադառնա հայրենիք։ Մենք մշտապես ծանրամարտի եւ ըմբշամարտի առաջնություններին առանձնահատուկ ուշադրությամբ ենք հետևում, որովհետեւ մեր մարզիկները այստեղից միշտ շատ ու շատ մեդալներով են վերադառնում։ Սա այն մարզաձևերից է, որը մեզ միշտ ուրախություն է պատճառում, իսկ ֆուտբոլի երկրպագուների համար 3 Իսպանիայի առաջնության գիգանտներն էին, այսպես ասած։ Խաղում 8-րդ տուրում Մադրիդի Ռեալը 3-1 հաշվով հաղթել է Վիլարեալին, իսկ զուգահեռ հենց տանը տեղի ունեցած խաղում Սևիլիան պարտության է մատնել Բարսելոնային 4-1 հաշվով։ Այսպիսով Մադրիդի Ռեալը բարձրացել է առաջնության առաջին հորիզոնական, Բարսելոնային գերազանցելով 3 միավորով։ Ահա, սա մարզական լուրեր։ Հիմա անցնենք, տեսնենք ինչ է սպասվում այս շաբաթ մեզ, հատկապես Երևանում բնակվողներիս, որովհետև շաբաթվա վերջին տոնելու ենք մեր սիրելի մայրաքաղաքի Երևանի 2807 ամյակը եւ ինչպես ամեն տարի այս տարի եւս բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Իդեպ ասեմ, որ մեր հաջորդ եթերներում անդրադառնալու ենք առավել մանրամասն այս ամենին, ուղղակի երկուշաբթի ձեզ կարճ ծանոթում անենք, որպեսզի ճիշտ պլանավորեք ձեր շաբաթ կիրակին։ Եվ ահա միջոցառումների նախօրեին, այսինքն հոկտեմբերի 11-ին ժամը 18-ից մինչև 23-ը Դիանա Աբգարի անվան զբոսայգում կկայանա Գարեջրի փառատոն։ Փառատոնին զուգահեռ կանցկացվի դիջեյների համերգ, որի ընթացքում իդեպ ելույթ կունենա աշխարհահռչակ դիջեյ Բենի Բենասին, իսկ մինչև Բենասի ելույթը նաև մեր հայ անվանի դիջեյներն են ելույթ ունենալու, նրանցից շատերին մենք իդեպ մեր տաղավարում հյուրընկալել ենք։ Իսկ ահա հոկտեմբերի 12-ին Վեգա գիտես ինչ է սպասվում Հանրապետության հրապարակում։ Թաթայի համերգը, իհարկե։ Ովքեր անցել են այս օրերին Հանրապետության հրապարակով կտեսնեն, որ հսկայական մեծ բեմ է կառուցվում, որովհետև Երևան միջոցառումների գլխավոր համերգը լինելու է ժամը 21-ին Հանրապետության հրապարակում եւ ելույթ կունենա Թաթա Սիմոնյանը։ Միջոցառումը ավարտվելու է պայծառ հրավառությամբ, այսպես են գրել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ։ Ես պատկերացնում եմ ինչ հրաշալի տոն է սպասվում այդ օրը։ Վստահ եմ շատ շքեղ է լինելու, իսկապես բեմը բավական մեծ է եւ ամբողջ ընթացքում փորձում էի հասկանալ, եթե միայն բեմը այդքան մեծ տարածություն է զբաղեցնում, որտեղ է հանդիսատեսը լինելու, ենթադրում եմ կլինեն ավելի ձախ կողմում դեպի Խորենացի փողոց այդ կողմից երևի հանդիսատեսը բեմին կնայի, իսկապես Երևանի տոները միշտ մեծ շուկով են նշում եւ իսկապես կարծում եմ երևանցիները եւ քաղաքի հյուրերը նույնպես միշտ վայելում են այս օրերը։ Բնականաբար հոկտեմբերի 22-ին ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում, այգիներում թեմատիկ համերգներ են լինելու, ռոք, դասական, պոպ, տարբեր ժանրերի սիրահարները կգտնեն իրենց սիրելի արտիստներին, բենդերին, նվագախմբերին, իսկ ահա երեկոյան բոլորը
մեկտեղվեն Հանրապետության հրապարակում բոլոր ճաշակի տերմարտիկ, որովհետև կարծում եմ չկա մարդ, որ չսիրի Թաթա Սիմոնյանի երգերը։ Գոնե 1 կամ 2 երգ հաստատ playlist-ում ավելացված է, կարծում եմ ճիշտ ժամանակն է ինչ որ մի բան էլ եթերում լսելու։ Այո, Երևանը ամենասիրելի ստեղծագործություններից մեկը, սկսենք այս շաբաթ ավելի շատ հնչեցնել Երևանի մասին երգեր։ Ինձ համար դու շող գարուն ու մայր Քո սրտում ես վար քնար Դու ծաղկում ես որ փայլեմ շողան ու փարվեմ քեզ վարդերով վարդալուն Երևան մեր քարե մագաղատ ու մատյան Հավիտյան, մեր հոգու կնար, մեր հողի գոհար, կեզ պարվեմ մարդերով Երևան, համպուրեմ սուրբ քարերը տանձայն, դու քարե մագաղատ ու մատյան, մեր հոգու կնար, Քո արևը շեք խաղող ու նուր Քո քարերը երկանուշ Դու մատուր ես իմ նոր կամար Ես ապրում եմ քեզ համար Երևան Ինձ գրգիր մայրաբար Երևան Մեր քարե մագաղատ ու մատյան Դու հայոց պարքի նոր քաղաքամար Թող պարվեմ արևոտ լանջերի ու երկից սառնորակ ջրերի Թող ինեմ քեզ համար տաղկարնամ երկը քո դառնամ Թող լինեմ քեզ համար տաղկարնամ երկը քո դառնամ Երկը քո դառնամ Երկը քո դառնամ Սուրճ ու սեր առավոտից։ Իրանց 53 լսում էինք Երևանին նվիրված երգ, հիշեցնենք այս շաբաթ կիրակի մենք տոնելու ենք մեր մայրաքաղաքի օրը, Էրեբունի Երևան եւ միջոցառումները բավականին շատ են։ Շաբաթվա ընթացքում ձեզ պարբերաբար կտեղեկացնենք ու կհիշեցնենք։ Այո, իսկապես կարող ենք փորձել շաբաթը նույնպես տոնական դրամատրությամբ անցկացնել, պատրաստվելով շաբաթվա վերջին կայանալիք իրադարձություններին։ Օրվա լրահոսին ավելի պաշտոնական լրատվությանը ծանոթանալու համար մնացեք մեզ հետ, րոպեներ անց մեր գործընկերը Ռադիո Լուրից ձեզ կներկայացնի ամենակարևոր տեղեկատվությունը, բայց մինչ այդ օրվա առավել թեթև լրահոսից մի հետաքրքիր նորություն, Նիկոլայ II կայսեր պատվիրած Ադամանդե ձուն
ձուն, այսպես ասած, որը կոչվում է ձմեռային ձու, Fabergé-ի Christie's London-ի ներկայացրած նոր հավաքածուի գլխավոր մասը կկազմի եւ այն կարող է, այսպես ասած, ռեկորդ սահմանել, որովհետեւ նախատեսվում է, որ այն աճուրդում կվաճառվի ռեկորդային գնով։ Սա 1913 թվականին է ստեղծվել, ինչպես արդեն ասացի, որպես զատկի նվեր իր մոր արիացած կայսրուհի Մարիա Ֆյոդորովնայի համար է պատվիրել կայսրը, եւ Ալմա Թերեզա Պիլն է եղել այս ստեղծագործության հեղինակ։ Լուսանկարները համացանցում կան, դժվար է իհարկե միայն աուդիո տարբերակով փոխանցելը տեսքը, բայց իսկապես շատ շքեղ այսպեսի մի ձու է եւ առհասարակ 50 զատկական ձու է ստեղծել Fabergé-ն տարիների ընթացքում եւ կոնկրետ սա, որը կոչվում է ձմեռային ձու, երկար ժամանակ համարվում էր կորած եւ դեկտեմբերի 2-ին է տեղի ունենալու այս աճուրդը եւ այն կվաճառվի երրորդ անգամ ավելի քան 27 միլիոն դոլար գնահատվող գնով, այսինքն մեկնարկային գինը 27 միլիոն դոլար է կազմելու, ինչպես արդեն նշեցի, բնականաբար սա ադամանդապատ եւ շատ թանկարժեք քարերով ձու է եւ բնականաբար շատ թանկ էլ վաճառվելու է, ասեմ, որ այն աճուրդներում արդեն հասցրել է ռեկորդներ սահմանել, քանի որ ինչպես նշեցի երրորդ անգամ է վաճառվում, 7.3 միլիոն շվեյցարական ֆրանկով է այն 1994 թվականին վաճառվել եւ գրեթե 10 միլիոն դոլարով Նյու Յորքում 2002 թվականին եւ այսօր արդեն կոլեկցիոները որոշել է եւս մեկ անգամ վաճառել այն Լոնդոնում փաստորեն այս տարի տեղի կունենա ռեկորդային գնով աճուրդ։ Եվս մեկ լուր, այս մեկն էլ Kanye West-ից, վերջերս սկսել ենք նրանից շատ խոսել, բայց ցավոք ոչ այնքան նրա ստեղծագործությունների շուրջ են պտտվում այդ լուրերը, այլ նրա տարատեսակ հայտարարությունների եւ մեկնաբանությունների։ Օրերս Kanye West-ը որոշել է հրապարակել դավաճանների ցուցակ իր սոցիալական հարթակում Facebook-ում իդեպ, շատերը կարող են նման ցուցակներ ունենալ, բայց գչերի մոտ դրանցում կհայտնվեն շատ հարազատ մարդիկ, այդ թվում սեփական դուստրը, North West-ը եւ նախկին կինը Քիմ Քարդաշյանը եւ ինչու ոչ անգամ Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը։ West-ը գրառումը վերնագրել է այսպես. «Ես վիրավորված եմ եւ ոչ ոք չի կարող դա շտկել, իսկ ցուցակը նա իսկապես վերնագրել է դավաճանություն»։ Ընտանիքից եւ քաղաքական գործիչներից բացի ցուցակում ներառված են եղել նաեւ հայտնիներ եւ անգամ հորինված կերպարներ, ինչպիսին է Պատրիկ Ստարը, սա նկատի ունի SpongeBob-ի հայտնի Պատրիկը, չգիտես ինչու է Kanye West-ին ջղայնացրել Պատրիկը, որ հայտնվել է դավաճանների ցուցակում։ Իդեպ առաջին դեպքը չէ, որ West-ը նման ցուցակներ է հրապարակում, նա պարբերաբար դրանք update է անում, վերջինը 25 թվականի մարտին էր։ Մինչև կմարսեք այս տարօրինակ լուրը, եկեք գովազդ լսենք։ Սուրճ ուսեր առավոտից։ Ինանց 58 մեր եթերաժամի վերջին րոպեներն են եւ ավանդաբար մենք սիրով հյուրընկալում ենք ռադիոլուրի մեր գործընկերներին, այսօր Մարլենայի հերթն է, բարի լույս Մարլեն։ Բարի լույս։ Երկուշաբթի առավոտը ծանր է սկսվում սովորաբար լրահոսի տեսանկյունից թե Ընդհանրապես երկուշաբթի առավոտը բավականին սակավ է լրահոսի տեսանկյունից, հիմնականում ակտիվ է միջազգային լրահոսը եւ արտերկրում տեղի ունեցող իրադարձությունները օվկիանոսից այն կողմ հիմնականում ավելի շատ Միացյալ Նահանգներն է ակտիվ լինում
Գիշերը, առումով։ ցերեկը երբ մեզ մոտ գիշեր է։ Իրականում մենք արդեն հասցրել ենք անդրադառնալ լրահոսի արևմտյան լրահոսի տարօրինակ հատվածին եւ ինքներս էլ զարմանալ մեր հնչեցրած լուրերից, այնպես որ կարծում եմ բոլորս ունենք ավելի լուրջ եւ թարմ տեղեկատվության կարիք հենց այս Այո, պահին։ ուղենք ժամացույցները, վարքյաններ անց արդեն ժամը 10-ի թարմ ու ճշտված լուրերը կներկայացնի Մարլենան, իսկ ամբողջ օրվա ընթացքում յուրաքանչյուր ժամագլխի ռադիոլուրի թողարկումներին կարող եք հետևել հանրայինի ուղիղ եթերում։ Հայաստանում ժամը 10-ն է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում ռադիոլուրն է, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու արդիվ։ Միրզոյանը X-ի միկրոբլոգում այսօր գրել է. «Անհամբեր սպասում եմ մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը եւ ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված մեր համատեղ աշխատանքին»։ Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար։ Պատիվ է շարունակել հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ինձ վստահված առաքելությունը, որպես մեր դիվանագիտության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի կառավարության կազմում, որին շնորհակալ ենք վստահության համար, գրել է Բարոն։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Խորհուրդը քննարկել է իրավական նորմերի աստիճանակարգության եւ զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցեր, տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից։ Նորմատիվ իրավական ակտերի աստիճանակարգության վերաբերյալ կարգավորումների մասով խորհուրդը որոշել է նոր սահմանադրության նախագծում ներառել դրույթ, ըստ որի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը կհամարվեն իրավական համակարգի բաղկացուցիչ մաս։ Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերելու մասին լուրը ապա տեղեկատվություն է երեկ հայտնել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապա տեղեկատվություն է եւ իրականության հետ աղերս չունի, ասել է ներքին գործերի նախարարության խոսնակը։ Ավելի վաղ տեղեկություններ տարածվել, թե իբր Վրաստան-Թուրքիա սահմանին անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող հայկական կեղծ անձնագրեր եւ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին Վրաստանում կայացած ընտրություններում։ Վաղը հոկտեմբերի 7-ին Փարաքար խոշորացված համայնքի ավականին նոր համայնքապետ կընտրի։ Ապրելու երկիր համայնքի ղեկավարի պաշտոնում կառաջադրի Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը։ Սա օրենքի պահանջն է սահմանված համայնքի ղեկավարի մահվան դեպքում, սպանված Վալոդիա Գրիգորյանը այս քաղաքական ուժներ ներկայացնում։ Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին ժամը 23:52-ին ոստիկանությունը ահազանգ էր սպանվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։ Սպանվել էր համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը ու եւս 2 անձ։ Միջազգային եւ տարածաշրջանային լուրեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը այսօր մեկնում է Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանը կմասնակցի թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, որը տեղի կունենա Գաբալայում։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Շահրամը ժամանել է Ռուսաստանի Դաշնություն մասնակցելու Կասպից ծովի երկրների նավատորմների ղեկավարների հանդիպմանը։ Այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի հետ, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ Ադրբեջանի եւ Ղազախստանի ռազմածովային ուժերի ղեկավարների հետ։
Միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Վրաստանը, որտեղ շաբաթ տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Վրացական հասարակությունը Եվրամիությունից ակնկալում է ոչ թե քննադատություն, այլ ներողություն իշխանության տապալման փորձին աջակցելու համար, երեկ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների համար պատասխանատու էր համարել Եվրամիության դեսպանին, նրան մեղադրելով սահմանադրական կարգը տապալելու փորձին աջակցելու մեջ։ Հայտարարություն էին տարածել նաև Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները, նշելով, որ թիմ ընտրությունները Վրաստանում անցկացվել են կարծիքի արտահայտման ազատության վրա լայնածավալ ճնշումների ֆոնին։ Իդեպ Թբիլիսիում նախորդին եւս տեղի են ունեցել բողոքի ցույցեր, փակ է եղել Ռուստավելի պողոտան, սակայն խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցը ի տարբերություն շաբաթ օրվա անցել է խաղաղ։ Եվ վերջին լուրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է մի շարք օրենքներից հանել պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքային շեմը, այսինքն 65 տարին լրացած անձանց հնարավորություն տալ շարունակել աշխատել տվյալ օրենքի շրջանակում նախատեսված պաշտոններում։ Առաջարկվող փոփոխություններով տարիքային շեմի վերացմամբ աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով, դա պայմանավորելով միայն տարիքի հիմքով։ Օրվա լրահոսից նախատեսել էինք այսքանը, ռադիոլուրը թարմ տեղեկատվություն հանրային ռադիոյի եթերում կներկայացնի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Օրեցօր ավելի լավն ես, օրեցօր ավելի նոր։ Հին պատմության մի կտավն ես, քո էջերով փառավոր։ Թե նորից ծնվեի մեկ է, քեզ կընտրեի օթևան։ Քո ջերմությունը ինձ պետք է, մայրիմ քաղաք Երևան։ Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր, ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր։ Բնակարանդ քեզ տուն չէ, տունը քաղաքն է ամբողջ։ Զգադարելից եկած շունչը, միտքդ այստեղ է առողջ։ Երևան սիրտը քո քար չէ, դու ամենքի հետ սիրով։ Ու ոչ մի հայ քեզ օտար չէ, դու ծնվել ես բարով։ Չեմ գտնի ուրիշ ոչ մի տեղ ու վայր, ու ոչ մի քաղաք չի դառնա ինձ մայր։ Դու
Սուրճ ու սեր առավոտից։ Հոկտեմբերի 6-ն է, օրը երկուշաբթի, նոր շաբաթը սկսում ենք սուրճ ու սեր առավոտից ծրագրի ուղիղ եթերում Սևակ Հակոբյանն ու Վեգան Ջեսյանն են շարունակում աշխատել ձեզ համար, ժամը 10:09 րոպե, այս պահին ջերմաստիճանը մայրաքաղաքում 19 աստիճան է, բայց թվում է, թե 22 է, այսպես ասած, զգացողությունը այդպիսին է ըստ հեռախոսային հավելվածի։ Իդեպ մտածում եմ մի քանի օր է այդ iPhone-ի weather հավելվածում feels like ինչպես ճիշտ կլինի դարկմանել։ Թվում է թե Այո։ Թվում է թե 22 աստիճան է։ Իսկ ահախցանումների տեսանկյունից պատկերը գնալով ավելի վատացավ, որովհետև եթե րոպեներ առաջ 6 էր խցանումային նիշը, այս պահին արդեն 7 է եւ մայրաքաղաքի հատկապես փոքր կենտրոնի եւ կենտրոն եկող փողոցների երթևեկությունը ել ավելի դանդաղեց, որովհետև ծանրաբեռնված փողոցների թիվն ավելացավ։ Սիրելի վարորդներ, ուղևորներ 553702 հատկապես ուղևորներ վարորդներին ղեկին խոսել չի կարելի հեռախոսով, կարող եք զանգահարել, տեսնենք որտեղ եք եւ ինչ եք անում, ուր եք գնում։ Ամբողջ եթերաժամի ընթացքում 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը բաց է, զանգահարեք, կարող եք մեզ նաեւ գրել մեր լայվի երկու հարթակներում armradio.am կայքում, դիտել եթերը կոճակը սեղմելիս բացվում է մեր ուղիղ հեռարձակումը եւ համապատասխան նաեւ մեկնաբանությունների դաշտը։ Այո, այնպես որ մեզ հետ կապի եղեք, մի մոռացեք նաեւ զանգահարել, ձեր հարցերը կարող եք ուղղել նաեւ մեր հյուրին, որը շուտով կլինի տաղավարում, ինչպես գիտեք, մենք փորձում ենք միշտ անդրադառնալ բոլոր այն թեմաներին, որոնք կարևոր են եւ որոնք անդրադառնում են այնպիսի մասնագիտությունների, որոնց կրողներին մենք միշտ պիտի շնորհակալ լինենք, որոշ երկրներում այսօր նշվում է բժշկի օրը, բժշկի տոնը, չնայած այն բանին, որ բժիշկներին նվիրված եթերներ ունեցել ենք եւ վստահաբար առաջիկայում դեռ նույնպես կունենանք, բայց երբեք առիթը բաց չենք թողնում եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու նրանց տարած աշխատանքի եւ փրկված կյանքերի համար։ Այո, միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինի այս մասնագիտությունը, մենք էլ փորձում ենք անդրադառնալ տարատեսակ լավագույն մասնագետների, խոսել նրանց հետ, ի վերջո իմանալ ինչպես են բժիշկները օրը սկսում, որովհետև կարելի ասել նրանք 24/7 աշխատանքի մեջ են։ Այնպես որ եթե ունեք հարցեր վնասվածքաբան օրթոպեդի, ապա կարող եք 553702 հեռախոսահամարը արդեն ակտիվացնել, իսկ ահա մեր Facebook-յան հարթակում մեզ արդեն ողջունել են, Կարինե Մկրտչյանը գրել է բարի առավոտ ու գեղեցիկ օր է մաղթում բոլորին, իսկ Հերիկնաս Կարեյանը գրել է բարի լույս սիրելիներս, մենք էլ ձեզ ենք ասում բարի լույս եւ ուրախ ենք, որ օրը միասին սկսում ենք ձեզ հետ։ Այնպես որ րոպեներ անց արդեն կզրուցենք մեր հյուրի հետ բժշկի մասնագիտության եւ իհարկե այն կարևոր թեմաների մասին, որոնք կառանձնացնենք եթերում։ As legend has it, you are quite the pyro. You light the match to watch it blow. And if you'd never call for me, I might have drowned in the melancholy. I swore my loyalty to me, myself, and I, right before you lit my sky up. All that time I sat alone in my tower, you were just haunting your powers. Now I can see it all. Late one night, you took me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land, the sea, the sky. Pledge allegiance to your hands, your team, your vibes. Don't care where the hell you've been, 'cause now your mind is about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia, the eldest daughter of a nobleman. Ophelia lived in fantasy, but love was a cold bed full of scorpions. The venom stole her sanity. And if you'd never called for me, I might have lingered in purgatory. You wrap around me like a chain, a crown, a vine, pulling me into the fire. All that time I sat alone in my tower, you were just haunting your powers. Now I can see it all. Late
locked inside my memory, and only you possess the key. No longer drowning and deceived. All because you came for me. All that time I sat alone in my tower. You were just honing your powers. Now I can see it all. I can see it all. They wonder you dug me out of my grave and saved my heart from the fate of Ophelia. Keep it 100 on the land. The sea, the sky, pledge allegiance to your hand. Your team, your vibes, don't care where the hell you've been. 'Cause now you're mine. It's about to be the sleepless night you've been dreaming of. The fate of Ophelia. You saved my heart from the fate of. Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանց է 15 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, FM 107.7 հաճախականությունից զատ հիշեցնենք, մեզ ուղիղ եթերում կարող եք նաեւ տեսնել մեր Facebook-յան հարթակում եւ armradio.am կայքում։ Ինչպես արդեն խոստացել էինք, այսօր խոսում ենք ամենակարևոր մասնագիտություններից մեկի մասին եւ ժամանակն է շնորհակալություն հայտնել հենց մեր հյուրին սիրով ներկայացնում եմ այսօր մեր հյուրն Արտակ Օհանյանն է, Վալիդ ուսումնասիրական կենտրոնի հիմնադիր, տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան։ Բարի լույս Արտակ։ Բարի ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով միշտ պատրաստ ենք խոսել կարևոր մասնագիտությունների մասին, բժիշկներ հաճախ են մեր տաղավարի դեպ գալիս, ինչպես է առավոտը սկսում ընդհանրապես։ Լավ, նախ կմաղթեմ բոլորին, հատկապես ձեզ, որ բժիշկի շփում լինի միայն այս ֆորմատով, ձեր աշխատավայրում, ոչ թե մեր աշխատավայրում։ Լավ մաղթանքեր։ Այո, իրականում ես նկատել եմ, որ լրագրողների, մեդիա ոլորտի աշխատակիցների համար, որոնք հաճախ են շփվում բժիշկների հետ, ինչ որ առումով բարդ է, որովհետև այնքան է ծանոթանում այդ տարբեր կոպիտ ասած ախտանիշներին կամ նշաններին, որ հաճախ վախից ինքդ քեզ ինչ որ դիագնոզներ ես դնում եւ վազում բժշկի մոտ, ինչը պետք չի անել։ Այո, Սիլվիգա, ուսանողական տարիներին մենք ամեն կրթությունը մեր մոտ ցիկլային, այսինքն ամեն շաբաթը մեկ նոր կամ երկու շաբաթը մեկ տարբեր մասնագիտություն ամբիոններում ենք լինում եւ ասում են հենց այդպես էլ ասում են ուսանողի հիվանդություն, որ գնում ենք վիրաբուժություն բոլորից գույրաղեքին խնդիր էր առաջանում, գնում ենք, չգիտեմ, տուբերկուլոզի ցիկլին հազար ինչ որ սկսում, դա կոչվում է ուսանողի հիվանդություն։ Այո, բժշկական համալսարանում շատ տարածված է նման բան, ճիշտ նշեց վեգան, մեկ էլ հաճախ լուսաբանելիս կենտրոնանում ես այդ ախտանիշի վրա եւ հանկարծ զգում ես այդ տեղը ցավում է։ Բայց հանուն արդարության ասեմ, որ վերջերս եղավ մի դեպք, երբ ես իսկապես հյուր էի ունեցել համապատասխան ոլորտի բժիշկ եւ հասկացա, որ ամեն ինչ համապատասխանում է, գնացի հենց տվյալ նեղ մասնագիտացման բժշկի մոտ, ասաց, ով է ձեզ ուղղորդել ինձ մոտ, ասացի ես։ Եվ պարզվեց ճիշտ ժամանակին էի գնացել, այնպես որ ամեն դեպքում գիտելիքը երբեք չի խանգարում, միշտ պետք է պարզապես մասնագետի հետ ամեն ինչ ճշտել։ Այո, եւ ճիշտ պահին դիմելը ել ավելի կարեւոր է, բայց վերադառնանք առաջին հարցին, ձեր առավոտները ինչպես են սկսվում։ Առավոտները սկսում են 6:30, էլի որոշակի բուժական պրոցեդուրաներով, իմ այգի խնամելով է սկսվում։ Բժշկությունն էլ անշուշտ դա է։ Համարում եմ իմ հաջող, եթե ունեմ կյանքում հաջողություն, որ շուտ եմ արթնանում։ Կարծում եմ դրանով է պայմանավորված, որովհետև ավելի էներգիայով հարուստ ես լինում, ավելի լուսաբաց իր դրական լիցքերը անշուշտ ավելի կլանում ես, ավելի շատ ես վերցնում։ Արտակ ձեր դեպքում էլ ավելի զարմանալի է այդքան վաղ արթնանալը, որովհետև ես գիտեմ, որ հաճախ բուժառուները բժիշկների համար օր, ժամ կամ ժողովրդական լեզվով ասած ժամ պատարակ չեն ճանաչում եւ կարող են նույնիսկ ուշ գիշերը զանգահարել, կիսվել ինչ որ ցավով։ Այո, ձեր համամիտ եմ, հիմա այլ խնդիրել ենք մենք ունենում, քանի որ դժբախտաբար ավելի շատ մեր հայրենակիցները ապրում են արտերկրում ու ամռան ամիսներին կամ չգիտեմ արձակուրդներին Հայաստան մասկասնից հետո բժիշկների հետ կապը պահում են իրանց արդեն հիմնական բնակավայրից այդ հավելվածներով, որտեղ հա իմ մոտ դեպք ա եղել, որ այդ հավելված ինչ որ ծրագրով գրել են, որ մոտ 2:45 կներեք, որ ուշ եմ անհանգստացնում, բայց գիշերը 2:45 էր, արդեն դրանել ենք սովոր, Այս ոչ այնքան մեղմ ասած, ոչ այնքան հերթ մասնագիտական ընտրությունը ինչպես տեղի ունեցավ։
Բացառապես իմ ծնողների ուղղորդմամբ, բայց ես շնորհակալ եմ, որովհետև ինչքան կյանքի հետ մեծանում եմ, հմտանում եմ, ուրիշ մասնագետությունների ավելի սերտ շփում եմ, հասկանում եմ, որ երբ ուրիշ մասնագետ չի կարող դառնալ, ես շատ շնորհակալ եմ իսկականից, երբ ուրիշտեղ ես չեմ տեսնում։ Ունեմ տարբեր հոբիներ ունեմ, բայց որ բժիշկ աշխատելը ես չգիտեմ, ուրիշտեղ ես չեմ տեսնում։ Հոբիներից մեկը այգին էր, առնվազն գոնե այգով կզբաղվեք, եթե բժշկի մասնագիտությունը չընտրեք, ծնողների ընտրությունը պարզ է, բայց արդեն նեղ մասնագիտացումը օրթոպեդ վնասվածքաբան երևի ձերն էր։ Այո, դա բացառապես իմ ընտրությունն էր, երբ որ մենք վնասվածքաբանություն եւ օրթոպեդիա առարկան անցնում ենք 5-րդ կուրսում եւ իմ դասախոսը երջանկայի շտակ Էդուարդ Սարգսիչ Ղարիբյանը մի մեթոդ բացատրեց վիրատական, որ վնասվածքաբանության մեջ կիրառվում է, այդ գաղափարը ինձ շատ գերեց։ Ու ասի ես պետքա դառնամ օրթոպեդ, վնասվածքաբան։ Եվ ինչ մեթոդ էր։ Խողովակոր ոսկրերի կոտրվածքի դեպքում կատարում են փոքր միջամտությամբ, բայց շատ ամուր ֆիքսացիա ապահովում, որ արագ հիվանդը արագ է ապաքինվում առանց մեծ չարչանքների ու բախտը ես շատ սիրեցի այդ մեթոդը եւ երկու անգամ իմ ոտքս կոտրեցի եւ նույն մեթոդով իմ ընկերներից վիրատեցին, հենց որ ես այդ մեթոդը շատ եմ սիրում, իրականում իսկ հայրս աշխարհագրության դոկտոր պրոֆեսոր է, ասացի պապ, ասում եմ տրավմատոլոգ դառնամ, հայրս ինձ մի քիչ մտածեց, ասեց հա, բալես ճիշտ եմ, լեռնային երկիր է, ոնց էլի ոտու ձեռքը կոտրեն։ Որոշումս արդեն բան եղավ, վերջնականացավ, հստակեցավ եւ բժշկական ավարտելուց հետո ընդունվեցի բժշկական համալսարան հենց օրթոպեդիայի տրավմատոլոգիա ամբիոնը, որը ղեկավարում էր Արմեն Գերասիմիչ Չարչյանը, այնուհետև բազմաթիվ հնարավորություններ ունեցա արտերկրում սովորելու եւ գտա մեր մասնագիտության մեջ նեղ մասնագիտացում, որը կոչվում է ուսաուդի եւ վերջույթի վիրաբուժություն, որը մի քիչ ավելի տարբերվում է ընդհանուր օրթոպեդիայից, որ իր մեջ ներառվում է որոշ չափ միկրովիրաբուժություն, որոշ չափ նյարդաբանություն, որոշ չափ օրթոպեդիա եւ վնասվածքաբանություն։ Հետաքրքիր է, որ եթե այլ մասնագիտություններում օրինակ ես կամ Սևակը ունենք սխալվելու իրավունք, այսպես ասած, կարող ենք, չգիտեմ, ինչ որ բան, օրինակ Սևակը կարող է պատահաբար կամ ես սխալ երաժշտություն միացնել, դրանից շատ լուրջ որևէ հետևանք չի լինի, չնայած բնականաբար ուղիղ եթերը պատասխանատու աշխատանք է, բայց ձեր մասնագիտության դեպքում բացի նրանից, որ դուք սովորում եք շատ ավելի երկար, քան մենք, նաև պատասխանատվությունն է հազարապատիկ ավելի շատ եւ չունեք, այսպես ասած, սխալվելու իրավունք։ Այդ մշտական ճնշմամբ ինչպես է հնարավոր լինում հետագայում, չգիտեմ, առօրյա կյանքը կազմակերպել։ Վեգա ջան, տեսեք, շատ լավ հարց եք տալիս, ճիշտ ասած, հանրային ռադիո գալուց ես հենց այդ հարցի շուրջ էի մտածում, որ իմ պարագայում ես սենց եմ այդ ամեն ինչը պատկերացնում, որ նախքան հիմնական աններելի սխալները իմ պարագայում լինում են վիրահատարանում, օրինակ ռեանիմատոլոգների մոտ հիվանդի տարօրյա շփվելու դեղերի չափի մեջ եւ այլն կան տարբեր նրբություններ, իմ պարագայում հիմնական կոպիտ սխալներ կարող են վիրահատարանում լինեն։ Ես իմ համար այդ մենք պրոֆեսոր կար Վիեննայում այդ մի կոնֆերանսի ժամանակ ինքը այդ խորհուրդը մեզ տվեց, որ վիրահատությունից առաջ պետք է ունենալ պլան A, պլան B ու մի քանի ինչքան շատ պլան ունենում ես, արդեն սխալները մինիմալի ես հասցնում։ Այսինքն դու որ գիտես, որ այս տարբերակով գնացիր, նախ մենք վիրահատությունից առաջ այդ վիրահատությունը սեղանի գրքով հիմա արդեն ինչու՞ ժամանակի մոտ մի քանի անգամ մտովի իրականացնում ենք, ծանոթ թեթև ենք անում տարբեր մեթոդները քննարկելով եւ գտնում ենք ամենալավ տարբերակը, բայց որպես Պայստային տարբերակ ունենք 2-3-4 տարբերակ, որը մի քիչ ավելի այդ սխալվելու հավանականությունը քչացնում է, քանի որ դու գիտես քեզ ինչ է սպասում, եթե ինչ կարող է լինել, ինչքան պատրաստված ես դին, ինչքան շատ ժամանակ ես ծախսում այդ մտովի վիրահատություն անելուց, այնքան ավելի հաջող անցնում իրական պայմաններում վիրահատելը։ Ահա, հայտնի մի վնասիր սկզբունքը կա։ Այո։ Հենց այս նեղ մասնագիտացումը, հա, այսպես ասած, հենց ձեր ընտրածողությունը հիմա արդեն երիտասարդ բժիշկները, բժշկականի ուսանողները որքանով են հետաքրքրվում հենց այս ուղղությամբ, որովհետև այսպես կողքի աչքից մենք բնականաբար ոլորտում չենք, բայց նկատում եմ, որ օրինակ ավելի ճակերտներում ասած տարածված կամ պոպուլար ուղղությունները դրանք պլաստիկ վիրահատությունների հետ կապված ուղղություններն են եւ այլն։ Այո, տեսեք
կան մասնագիտություններ, որոնք չեն երիտասարդ ծերունդը ուղղակի խուսափում է կամ չեմ համ մեղադրում եմ, համ չեմ մեղադրում։ Օրինակ մանկաբուժությամբ, եթե ինչ որ մեկը շփվում եմ ու երիտասարդին ասում է, որ ուզում է գնալ մանկական ուղղվածությամբ, ես երջանկությունից չգիտեմ ինչ, որովհետև մանկաբուժությունը այդ ամենապատասխանատու մեր բնագավառում ամենապատասխանատու հատվածներից մեկն է, որովհետև եթե հասուն մարդկանց գանգատ կարող ես լսել, հարց ու փորձ անել, խոսել, չգիտեմ, երեխեքի պարագայում դա մի քիչ ավելի դժվար է ստացվում ու հիմնականը ամբողջ պատասխանատվությունը որոշում կայացնել, ախտորոշում դնել մնում է գործիքան հետազոտությունն եւ հենց բուն բժշկի վրա, որը անշուշտ շատ է դժվարացնում։ Երիտասարդների համար մի քիչ ավելի հեշտ է հիմա կրթվել է, քանի որ ես օրինակ բժշկական ընդունվել եմ 96 թվականին, մեր ժամանակ գրականությունը բացառապես ռուսերեն էր ու նես չէր որ շատ էր, մենք էլ տենց ալարում ենք արդեն, չկար էլ գրականություն շատ քիչ էր։ Մենք օրինակ արդեն արձինատուրայի ժամանակ ունենք 2-3 գիր, որ այնքան ենք արտացել, արդեն հանգիր ենք արել, բայց այդ ինչ որ տարածք է, այդ տարածքից պետք է դու դուրս գաս որ առաջ գնաս։ Հիմա մեր երիտասարդությունը հիմա շատ լավ ժամանակահատվածում ապրում, որ այդ էլի ինչ որոշակի տուփի մեջ ենք, բայց այդ տուփը անհամեմատ ավելի մեծ է, քան իմ պարագայում։ Այսինքն իրենց հնարավորությունները շատ ավելի մեծ են, նոր մասնագիտություններ, նոր հմտություններ, նոր եղանակներ սովորելու իրանք շատ ավելի մեծ հնարավորություն ունեն։ Ասենք եթե ես նույն այդ ուսաուդի վերջույթի վիրաբուժություն սովորելու համար մեկնել եմ Ամերիկա, գումար եմ ծախսել այս կողմենքով, շատ ժամանակ եմ ծախսել, իրանք նստեն բանի YouTube-ի դիմաց մի ժամ այդ ամեն ինչի մասին որոշակի պատկերացում կազմեն։ Ահա։ Եվ հետաքրքիր է ձեր մասնագիտության դեպքում ոչ միայն բարձրապես բժիշկ եք, այլև հիմնել եք ձեր սեփական բժշկական կենտրոնը, ինչքանով է հեշտ այս գործը Հայաստանում հիմնել բժշկական կենտրոն, ստանալ բնականաբար նախարարությունից արտոնագիր այն աշխատեցնելու եւ ընդհանրապես լինել բժիշկ եւ նաեւ ղեկավար։ Գիտեք, Սևակ ջան, իրական շատ ճիշտ հարց տվեցիք, հիմնելը շատ դժվար է իրականում, նախ թիմ հավաքելը, հիմա նորից եթե դու ունես գումար, ամեն սարքավորում կա, որոշակի ցանկացած բնագավառում սարքավորման որակը անշուշտ արզում է գործի վրա, բայց բժշկությունն այն հատվածն է, որ մենակ լավ սարքավորում ունենալը բավարար չէ, սկսած մաքրուհուց, բուժքրոջից, ամեն բնագավառում դու պետք է պրոֆեսիոնալ թիմ ունենաս, հատկապես բժշկության մեջ, ես չեմ ասում, բոլոր տեղել են նույնն է, բայց բժշկությունը նորից եմ ասում, դուք լավ նշեցիք, սխալներ չի ներում։ Եթե ընդունենք բուժքուր իր հասարակ գործը, նույն գործիքների ախտահանումը լավ չիրականացրեց, ինչքան ուզում ես գիտելիք ունենամ, հմտություն ունենամ, մեկ այն վիրահատությունը ինֆեկցվելու է, ես հաջողություն չեմ ունենալու, այսինքն այդ այն օղակն է, որ պիտի սաղ փորձառու ունեն։ Ինչ վերաբերում է ղեկավարելու հետ, եկավ մի ժամանակ, որ ես հասկացա, որ սխալ է համ ղեկավարել, համ զբաղվել բժշկությամբ։ Ու մի քիչ ուշ, բայց արդեն ընդունեցինք մենեջեր, ես հիմա կատակով ասում եմ, մեր մենեջերն ասում ինքն է մեր շեֆը, սաղի շեֆը ինքն է, որովհետև այդ մենեջեր ղեկավարելը, տեղավորելը ամեն մեկին իր տեղում, ով ինչ պետք է անի, երբ պետք է անի, դա շատ ավելի դժվար է։ Ու մի մար ամեն մեկ իր գործով պիտի զբաղվի։ Ու իրական եթե ամեն մեկ իր գործով զբաղվի, մեր երկիրը երևի դրախտին ամենամոտ կանգնած տեղն է, ես տենց եմ համարում, ուղղակի ոչ ոք իր տեղում չի, հիմնականում։ Հրաշալի է հնչում, Արտակ, ովքեր ինչ խնդիրներով բուժառուներ կարող են դիմել կենտրոն։ Մեր կենտրոնը արդեն 11 տարուց ավել զբաղվում է բացառապես ողնաշարի եւ հոդերի բուժման ախտորոշմամբ։ Մենք գաղափարը որտեղից ծնվեց, որ տեսնելով թե բուժառուները ինչքան են չարչարվում, նախքան բուժում ստանալը պետք է անցնեն բազմաթիվ հետազոտություններ ու տեսանք, որ քանի որ ինքը խնդիրը տենց շատ չի հանդիպում, այսինքն հիմա որ շատ տարածվել է, որտեղ մարդկանց մոտ այդ սպորտային ակտիվությունը շատացել է, ինչը անշուշտ գովելի է, ճիշտ է, խնդիրը շատացել, բայց ավելի առողջ է ընդհանուր հասարակությունը, տեսա, որ այդ նեղ մասնագետները ծրված են ամբողջ քաղաքով եւ մի բուժառուն հետազոտելու համար մի 2-3 օր պետք է անցկացնի, որ ստանա գործիքային հետազոտություն, հետո մոտիկանա օրինակի համար իմ մոտ, որ ես նշանակեմ բուժում կամ գնանք վիրահատության։ Ես որոշեցի, որ հավաքեմ ամենալավ մասնագետին մի վայրում ու եթե այլ տեղերում լավ բժիշկը լինում է կենտրոնում, մնացածը պտտվում են իր շուրջ, մեր կենտրոնում հիվանդն է
մեր ուշադրության կենտրոնում մենք ենք պատտվում իր շուրջ, որ հասկանանք իր խնդիրը, կա տարբեր ունենք ռևմատոլոգ, նյարդաբան, ֆիզիոթերապևտներ, էնդոկրինոլոգ, օրթոպեդ, ես ու հասկանանք որ բժիշկ իրանով պետք է զբաղվի ու այդ եթե հիվանդը գալիս է բժշկի ինքը արդեն մի խնդիր ունի, եթե հետազոտում ենք չենք գտնում, դա մեր սխալն է։ Ու մենք հոգեբանական խնդիր, ինչ որ մի բան կա իրան անհանգստացող, ինչ որ մի բան կա։ Հիմա որ մեկ տեղում են մի քանի մասնագետ, այդ թաքնված կամ քիչ հանդիպող հիվանդությունը շատ ավելի հեշտ է բացահայտվում։ Կարծում եմ որ մեր հիմնական հաջողությունը դրանով է պայմանավորված, որ մենք ենք հիվանդի շուրջ, մենք հիվանդը մեր ուշադրության կենտրոնում է, այսինքն դա ամենակարևորն է։ Հիվանդը իրան ապահով ավելի զգում, չի չարչարվում, կարծում եմ դա կարևոր է հիմա հիվանդերի համար։ Բժիշկ, քանի մեզ մոտ եք, օգտագործենք նաև հնարավորությունը եւ մարդկանց դիմենք, ինչ որ կերպ նաև հիշեցնենք այն կանոնները, որոնք պետք են, դուք տրավմատոլոգ եք, մարդիկ հաճախ վնասվածքներ ստանում են այնպիսի բնականաբար իրավիճակներում, երբ բժիշկը առաջինը չի, որ պետք է օգնություն ցուցաբերի, շրջապատի մարդիկ, մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել, բայց հաճախ կանոնների չիմացությունը ել ավելի վատացնում է իրավիճակը։ Ինչ կոնկրետ կանոններ կան, երբ մարդը օրինակ կոտրվածք է ստացել, վնասվածք է ստացել, պետք է սա անել եւ պետք է սա չանել։ Տեսեք, մի կարճ ուղղակի բան ավելացնեմ, որ Վիետնամի պատերազմի ժամանակ, եթե ժգուտի կիրառումը ճիշտ լիներ, այսինքն որտեղ պետք էր լարան դնեն, որտեղ պետք չէր ուղղակի ճնշող վիրակապ դնեն, մոտ 80% մահացություն քիչ կլիներ։ Դա սարսափելի մեծ թիվ է։ Այսինքն առաջ բուժօգնության կարևորությունը դա շատ ամենակարևոր օղակներից մեկն է համարում։ Եթե առաջի բուժօգնությունը ճիշտ արվեց, հետագա ընթացքի վրա մեծ ազդեցություն ունի։ Հիմա վնասվածքից ցավոք սրտի, այո, ոչ ոքս ապահովագրված չենք, սենց խորհուրդ եմ ես բոլորին տալի, որ ցանկացած տիպի վնասվածք կլինի քերծվածք, պատրված վերք, կոտրվածքը բնականաբար չեն կարող մի անգամից հասկանալ, ցանկացած վնասվածքի դեպքում ճիշտը եթե կա մաշկի ամբողջությամբ վնասվածք, այսինքն պատրված վերք, կանոնություն, դնել ինչ որ եթե ձեռքի տակ մաքուր վիրակապ, այսինքն թե տանն եք բինտ բան կա, կարելի է դնել, եթե չի ուղղակի ինչ որ շորով ծածկել, ճնշել վիրակապը, եթե տեսնում ենք որ այդ շորը չի պահում արյան հոսքուրը մն հավանաբար զարկերակի վնասված արդեն ճիշտ տեղից դրվի լարան ու ձեռքը անշարժացվի։ Այդքանից ամենակարևորը մոռացա, որ նախ եւ առաջի գործողությունը պետք է զանգել շտապօգնություն, նոր մնացած գործողությունը իրականացնելը։ Եվ ամենակարևորը, որ քանի որ չգիտեք կոտրված կա թե չկա, ճիշտ կնի վերջույթը կամ այդ հատվածի ինչ որ մի կերպ անշարժացի։ Ու հիմնական դա վերջույթներն է վերաբերում։ Դա այն մինիմալն է, որ մենք կարող ենք ձեռքի տակ օրինակ ձեռք անշարժացնելու համար հասարակ թերթնել է հնարավոր, սովորական կամ ամսագրեր ուղղակի փաթաթում են ձեռքի վրա, գոտիով կապում են, ինքը էլի շատ լավ անշարժացնում է, կամ օրինակ ձեռքը փաթաթում ենք մարմնին, կամ ոտքը ոտքին, այսինքն այդ այն հնարքներն է, որ բոլոր պայմաններում հնարավոր է իրականացնել, մի քիչ ուղղակի որ հմտություն ունենան, ցանկացած մեկը կարող է իրականացնել։ Եվ անշուշտ եթե ձեռքի տակ սառը կա, անպայման սառը դնեն, որ այդ եղած առնոսություն ու նաև կոտրվածքի ժամանակ որ այտուց է զարգանում, արդեն սառը օգտագործել այդ այտուցը ավելի մինիմալ կլինի, առնոսությունը կքչանա անշուշտ։ Ցավոք այս առաջին բուժօգնություն առարկան թե բուհերում եւ թե դպրոցներում հաճախ մենք մատների արանքով ենք նայում, բաց աչքերով նայենք իրականությանը եւ խոստովանենք, բայց իսկապես դրանից շատ մարդկանց կյանքեր է կախված Վիետնամի պատերազմի ձեր նշած վիճակագրությունը իսկապես ապշեցնող է։ Այո, իսկապես, այնպես որ եւս մեկ անգամ եկանք այն փաստին, որ կրթվելը եւ կիրթ լինելը կարեւոր է հատկապես այս ոլորտում, որովհետեւ շատ հաճախ հենց գիտելիքից են մարդկային կյանքեր կախված լինում, դե բժիշկների մասին էլ չենք խոսում, մնում է եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր իրականացրած աշխատանքի համար։ Եվ ողջունենք նաև ձեր բժշկական կենտրոնի մյուս մասնագետներին, որոնց մասին խոսեցիք, եւ մենեջերին, ով աստորեն իրական ղեկավարն է։ Ձեզ օրվա հաճելի եւ դրական շարունակություն ենք մաղթում եւ այնպիսի վնասվածքներով բուժառուներ, որոնց միանգամից տուն կճանապարհեք։ Շնորհակալ եմ շատ, մի բան էլ հավելեմ, որ բժշկի կրթությունը պետք է դաթարի սրտի կանգից 5 րոպե առաջ։ Այդ եմ ես պատկերացնում իրական բժշկությունը։ Ահա, հետաքրքիր ձևակերպում տվեցիք, շնորհակալ ենք շատ։ Մեր ռադիո լսողներին հիշեցնենք, որ զրուցում էինք Արտակ Օհանյանի հետ, Վալիդուս բժշկական կենտրոնի հիմնադիր, տնօրեն, օրթոպեդ, վնասվածքաբան։ Իսկ մենք շարունակենք եթերը, այս ընթացքում կլուսանկարվենք մեր հյուրի հետ եւ կվերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը, վստահ ենք մեր մշտական ռադիոլսողները արդեն սուրճով, թեյով կամ իրենց նախընտրությամբ առավոտյան ըմպելիքով, միգուցե նախաճաշով շարունակում են մեզ դիտել ու լսել, իսկ մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել հետաքրքիր տեղեկություններ, թերթել դրա հոսը եւ իհարկե կարեւոր տեղեկություններ։ Նախ վեգա ասեմ, որ վերջին օրերին հանրապետության տարբեր քաղաքներ նշում են իրենց տոնը, շաբաթ օրը Գյումրին էր նշում, երեկ Չարենցավանն էր նշում, գիտեմ Աբովյանը վերջերս իր տոնը գեղեցիկ համերգով նշանավորեց, արչեվում կարծես Էջմիածնի տոնն է, այնպես որ արի ողջունենք մեր տարբեր համայնքներից մեզ լսող ունկնդիրներին եւ մի բան ասեմ, շատ հաճելի է, որ այդ համերգները շատ շքեղ են, շատ ճոխ են, որովհետեւ նմանատիպ ճոխություն մենք ցավոք վերջին շրջանում միայն Երևանում ենք տեսնում եւ հաճելի է, որ մեր համայնքներում, քաղաքներում ապրող բնակիչների համար եւս իրենց քաղաքի տոնը վերածվում է իսկական խրախճանքի։ Այո, միանգամայն համաձայն եմ եւ նաեւ ինձ շատ դուր է գալիս, բազմիցս նշել եմ, որ ապակենտրոնացում է տեղի ունենում, ինչպես դու նշեցիր, եւ միջոցառումները տեղափոխվում են տարբեր քաղաքներ։ Ինձ կարծում եմ հրաշալի է, որ մենք այսպես ասած նշանավորում ենք նաեւ մեր բնակավայրերի օրերը նման համերգներով, բայց լավ կլինի, որ այն տարածքների հանդեպ սերը, որտեղ ապրում ենք, ցույց տանք ամեն օր, պարզապես օրինակ մաքուր պահելով, չախտոտելով, միմյանց նկատմամբ ավելի հարգանք դրսևորելով եւ այդպես ել ավելի մեծ սիրով եւ բարեկամաբար, այսպես ասած, կնշենք նման տոները։ Բնականաբար, այո, բայց իհարկե կարևոր է նաև այդ գեղեցիկ համերգները, որոնք հաճախ լինում է, որ այդ քաղաքներում առաջին անգամ է միգուցե տեղի ունենում։ Ես այս պահին փորձում եմ ճշտել, թե Էջմիածնի օրը անցել է թե ոչ, որպեսզի նաև տեղեկացնենք մեր ռադիոլսողներին, հատկապես մայրաքաղաքում բնակվողներին, կարող են գնալ եւ մասնակցել համերգին։ Այո, իրականում գոնե մոտ գտնվող քաղաքներից 8-ին արի միասին նշենք հոգևոր մայրաքաղաքի 2710-ամյակը համարյա մեր Երևանի տարիքին է, իսկ ահա այս բոլոր տոնական օրերը կարելի ասել մեկ տոնախմբությամբ կեզրափակվի արդեն շաբաթ կիրակի մեր մայրաքաղաքի տոնի հետ կապված, որի մասին ինչպես խոստացանք դեռ հատուկ այո եթեր ենք ունենալու եւ ձեզ ներկայացնելու ենք։ Վեգա կան կենսագրական գրքեր, որոնք սիրում ես կտրուկ անցում տոներից գրքերին։ Այո, ես շատ սիրում եմ Օդրի Հեփբերնի ինքնակենսագրական գիրքը, հայերեն թարգմանությամբ կլինի Օդրի Հեփբերնի կյանքը պատմված հենց իր կողմից, ինչու եմ սիրում, ոչ միայն քանի որ նա իմ ամենասիրելի հոլիվուդյան դերասանուհիներից է, այլ նաև քանի որ այս գիրքը ընդգրկում է պատմություններ ոչ միայն հենց նրա կյանքի մասին, այլև առհասարակ Հոլիվուդի ոսկե դարաշրջանի հարաբերությունների տարբեր ռեժիսորների հետ, դերասանների միջև հարաբերությունների այն ամենի, ինչ տեղեր ունենում նկարահանման հրապարակներում, կադրից այն կողմ, օրինակ հետաքրքիր մանրամասներ կիմանաք Օդրի Հեփբերնի եւ Մերլին Մոնրոյի հարաբերությունների մասին, ձեզ շատ զարմացնող, ոչ այնքան հաճելի փաստեր Հիչկոկի մասին, մի խոսքով բավական հետաքրքիր գիրք է, որը կրկնում եմ ձեզ հետաքրքիր փաստեր կպատմի ոչ միայն Օդրի եւ նրա աշխարհայացքի, այլև 50-ականների Հոլիվուդի մասին։ Ես էլ ունեմ սիրելի ինքնակենսագրական գիրք, իհարկե կարծում եմ Ազնավուրի մասին գրքի մասին ավելորդ է խոսել, բոլորն են այդ գիրքը սիրում, ուզում եմ առանձնացնել Ստիվ Ջոբսի մասին ինքնակենսագրական գիրքը, որը ի դեպ շոկային բացահայտմամբ էլ սկսվում է, քանի որ գիտենք նրա վաղուց եմ կարդացել, լավ չեմ հիշում, մորական տատը կարծես հայ է եղել, մենք միշտ կեսկատակ կեսլուրջ աշխարհի բոլոր մեծերին ասում ենք, որ հայ են եւ հաճախ արդեն իրական դեպքերին հումորով ենք վերաբերվում, բայց ահա Ստիվ Ջոբսի դեպքում դա իրականություն է եւ ինքնակենսագրական գրքում էլ նշված է, իհարկե գիրքը բնականաբար նրա կյանքի մասին է, ինչպես ստեղծվեց տեխնոլոգիական հսկան Apple-ը, որը անգամ նրա մահից հետո էլ շարունակում է մնալ առաջատար եւ միշտ մեծ ցավով եմ, երբ կենտրոնանում եմ այդ փաստի վրա, որ անգամ նման հարուստ մարդկանց դեպքում, երբ հնարավորությունները անսահման են, կան հիվանդություններ, որոնք հնարավոր չէ հաղթահարել, սա ցավալի փաստ է, երբ գիտակցում ես եւ մի մեջբերում կա, Վեգա, հիշեցի, որ ժամանակին Facebook-ում այն ստատուս բազնում տեղադրել էի, ուզեցի կրկին հիշեցնել սրա մասին։ Ստիվ Ջոբսի գրքից է այս մեջբերումը, ասում է ինձ դուր է գալիս մտածել, որ ինչ որ մի բան մնում է մահից հետո։ Մի տեսակ տարօրինակ է, որ այսքան փորձ ես կուտակում ու գուցե նույնիսկ մի քիչ իմաստություն ձեռք բերում ու հետո այդ ամենն անհետանում է։ Ես իսկապես ուզում եմ հավատալ, ինչ որ բան շարունակում է ապրել։ Գուցե գիտակցությունը շարունակում է գոյատևել, բայց մյուս կողմից կյանքը նման
նման է անջատիչի։ Սեղմեցիր ու արդեն չկաս։ Գուցե դա է պատճառը, որ այդպես էլ չկարողացա այդ կոճակը տեղադրել Apple-ի սարքերի վրա։ Շատ հետաքրքիր է, գիտեմ, որ նոր ինքնակենսագրական գրքի մասին լուր ունես մեզ համար, բայց մինչ այդ հեռախոսազանգ ունենք, կարծում եմ լսենք մեր ռադիոլսողին եւ վերադառնանք։ Ով է մեզ միացել։ Բարի լույս։ Լույսը բարի ծերիններ, ողջույն եւ բարի առավոտ, ինչպե՞ս եք։ Լավ ենք, բարի առավոտ ձեզ եւս։ Երեք եւ այսօր հրաշալի տոներ նշեցիք դուք, երեկուսություններ այսպիսի։ Ես ուզում եմ սրտանց ի սրտե ողջունել եւ շնորհավորել հանրապետության բոլոր ուսուցիչներին եւ նաեւ բժիշկներին։ Դրանք մասնագիտություններ են, որոնք ինձ համար չի դիտվում որպես մասնագիտություն, անձամբ իմ սուբյեկտիվ կարծիքն եմ հնչեցնում։ Դրանք առաքելություններ են, կոչումներ են, որին պիտի արժանանան այդ մասնագիտությունը ընտրողները։ Բոլորին մաղթում եմ իսկապես առողջություն եւ այս դժվար ժամանակներում, որովհետեւ տեխնոլոգիական եւ արհեստական բանականության այս շրջանում, երբ մարդիկ ինֆորմացիաներ են քաղում, իհարկե դա միայն ինֆորմացիա է, դա գիտելիք չէ, եւ պիտի նկատի ունենան միանշանակ, որ համացանցից ինֆորմացիա ունենալով չես կարող դու ինքդ քեզ բժշկել, միանշանակ պիտի դիմել բժիշկներին, եւ ձեր շուրը շատ մի հետաքրքիր միտք հնչեցրեց, մենք պատտվում ենք հիվանդի շուրջ եւ ճիշտ եք անում, որովհետեւ ամեն մի անհատականություն դա մի միկրո տիեզերք է եւ շփվելով այդ միկրո տիեզերքի հետ միգուցե դուք հիվանդության բուն պատճառը հայտնաբերեք, նույնիսկ եւ ուսուցիչները, եթե նրանք ամեն մի երեխայի ամեն մի դպրոցականի վերաբերվեն մի միկրոտիեզերք, նրանք աշխատեն ոչ թե այդ միայն երեխայի հետ, այլ նաեւ դա կլինի մեր պետության ապագան, որովհետեւ իրենք հենց այդտեղից կգերտեն լավ կառավարիչ, լավ տնտեսվար, լավ բժիշկ։ Համաձայն եմ։ Եվ ես դիտել եւ լսել եմ ձեր ուրբաթօրվա հաղորդումը, շատ գեղեցիկ հաղորդում եք պատրաստել ուսուցիչներին նվիրված, եւ այդտեղ վեգան մի միտք հնչեցրեց, որ ես այս 3 օրը անդադ հիշում եմ, որ մեր խիզախության մասին, վեգան միանշանակ պիտի ամեն ինչը լինի իրատեսական, իսկ խիզախությունը ես միշտ գնահատում եմ, իսկ ինչ վերաբերվում է հենց ընկնել բարձրանալուն, այո, ուսուցիչը պիտի իր սաներին իր սկզբանե սովորեցնի, որ այս բարդ կյանքում, այս բարդ ժամանակում ընկնելու դեպքում միանշանակ պետք է բարձրանալ։ Բոլորին ցանկանում եմ միայն առողջություն եւ ուշ կորով ընկնելու դեպքում բարձրանալ։ Շատ շնորհակալ ենք, շատ որ նման ուշով հետևում եք մեր եթերներին եւ այո, ես եի ուզում ասել, որ այսօր ուսուցիչներից քիչ խոսեցինք, որովհետեւ ուրբաթ օրը կանխավ նրանց անդրադարձել ենք, բայց պարզվեց մեր մշտական ունկնդիրը այդ եթերն էլ լսել է եւ բաց չի թողել եւ շարունակելով ինքնակենսագրականների թեման, ինչու հիշեցինք մեր սիրելի ինքնակենսագրական գրքերը եւ միգուցե Ջոբսից մի փոքր դրամատիկ մեջբերում արեցի առավոտյան, բայց ահա մեր ֆուտբոլային լեգենդը Հենրիխ Մխիթարյանը եւս համալրեց այն մարզիկների շարքը, ովքեր տպագրում են ինքնակենսագրական գրքեր, հայկական ֆուտբոլի լեգենդ ենք նրան անվանում եւ ահա Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ նրա գիրքը եւս պատրաստ է, որը ի դեպ իտալերենով է գրվել։ Ալչիատոն ասել է, որ մեծ պատիվ է Հենրիխին օգնել այս գիրքը գրել, քանի որ ծանոթացել է լավ մարդու, բարի, կրթված մի անձնավորության հետ, նա բացվեց ու պատմեց իր պատմությունը, ինձ գրքում շատ բան կա, շատ կա իր անձնական կյանքից, պատմություն հոր մասին, որին կորցրել է 7 տարեկանում, հայաստանյան առանց լույս ու առանց տաք ջրի կյանքի մասին, սա 90-ականների մասին է հավանաբար, եւ գիրքը կոչվում է Իմ կյանքը ուշադրության կենտրոնում, բավականին հետաքրքիր վերնագիր է ընտրել Հենրիխ Մխիթարյանը, այս տուրը իդեպ օրեր առաջ տարածվեց եւ ինչու ենք այսօր անդրադառնում, որովհետեւ քանի եթերում էին 40 րոպե առաջ արդեն Մխիթարյանը հրապարակում արեց իր սոցիալական մեդիայում եւ նշեց, որ այս հոկտեմբերի 14-ին տեղի կունենա գրքի շնորհանդեսը, իհարկե ոչ Հայաստանում, նա նշել է Միլանում է գրքի շնորհանդեսը 6:39-ին, այնպես որ ֆուտբոլասերները, ովքեր ապրում են Իտալիայում եւ նրա մեծ երկրպագուն են կամ Եվրոպայում, կարծում եմ այս առիթը բաց չեն թողնի։ Այո, ես իրականում, եթե չեմ սխալվում, Հենրիխ Մխիթարյանը պոլիգլոտ է, ավելի քան 4 լեզվով է խոսում։ Կարծես ավելի շատ, գիտես, 8-ից ավելի եւ ամենաշատ օտար լեզու իմացող ֆուտբոլիստն է համարվում աշխարհում։ Հետաքրքիր է եւ կարծում եմ տպավորիչ է, որ գիրքը իտալերենով է գրվել, բայց վստահ եմ, որ հայկական
հայկական հրատարակչությունները շատ արագ կկազմակերպեն եւ հայերեն թարգմանությամբ նույնպես գիրքը շատ շուտով կունենան գրախանութներում, շատ վստահ եմ այս հարցում, այնպես որ կարծում եմ մենք Հայաստանում նույնպես երկար չենք սպասի, հայ ֆուտբոլասերները նույնպես շուտով կկարողանան գիրքն ընթերցել։ Այո, կան տարբեր ֆուտբոլիստներ, որոնք ունեն իրենց գրքերը, Ռոնալդոն ունի, այնտեղ Նեյմարը ունի գիրք, շատ-շատերը կան, կարծում եմ, մարզասերները գիտեն, վերցնում են, կարդում են եւ ստուգեցի այս ընթացքում 7 լեզու գիտի, Հենրիխ Մխիթարյանը, դե հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, նախագծել է նաեւ Ուկրաինայում, ուկրաիներեն, եւս 2 լեզու, եթե կհիշեք, հուշեք մեզ, այնպես որ հետաքրքիր է, ընդհանրապես միշտ երբ մարզիկները, շոու բիզնեսի աստղերը, նույն քաղաքական գործիչները, արդեն երբ նրանց կարիերայի ավարտն է եւ գրքեր են թողարկում, դա կարծես նրանց կյանքի ամբողջ ընթացքի այդ կարիերայի ամփոփումը լինի եւ հաճախ շատ ու շատ հետաքրքիր գաղտնիքներ են թաքնված լինում այդ գրքերում։ Ես ահագին ժամանակ է փորձում եմ ձեռք բերել եւ ընթերցել Միշել Օբամայի գիրքը, դեռ ինչպես ասում են ձեռքը չի հասել, բայց սա առիթ եղավ, որ եւս մեկ անգամ հիշեմ, գուցե հասցնեմ այցելել գրախանութ, քանի որ խոսում էինք հայկական արմատների մասին, գիտենք, որ ճակերտներում ասած նման լեգենդ կար նաեւ արքայադուստր Դիանայի հետ կապված, որը իրականում վերջերս արքայական ընտանիքով շատ հետաքրքրված եւ ուսումնասիրած մեկը հերքեց այս փաստը, Դիանայի բոլոր արմատները տանում են դեպի Գերմանիա, հայկական արմատներ ցավոք արքայադուստրը չունի, բայց նրա որդին Ուիլյամը հայտարարել է, որ կնոջ Քեյթ Միդլթոնի պայքարը քաղցկեղի դեմ բարեհաջող է ընթանում եւ այս փուլում բավական լավ կետում է, արքայադուստը կարողանում է պայքարել, շատ ավելի լավ վիճակում է առողջական առումով եւ Ուիլյամը նշել է, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Դա շատ լավ լուր է, ես շատ հպարտ եմ կնոջս եւ հորս համար, թե ինչպես է նրանք հաղթահարել ամեն ինչ տեղի է ունեցել։ Հպարտ եմ նաեւ իմ երեխաներով, որոնք ինչ որ առումով այս մարտահրավերը նույնպես հաղթահարել են։ Հետաքրքիր հարցազրույց էր տվել արքայազնը, նույնիսկ նրա շանն էին նկարահանել եւ ներառել տեսանյութում, գիտենք, որ արքայական ընտանիքը տնային կենդանիների նկատմամբ միշտ սեր է ունեցել, դեռ թագուհու կորգիների մասին նույնիսկ անիմացիոն կար։ Այնպես որ այսօր մանավանդ մեր հյուրն էլ բժիշկ էր, առողջություն ենք մաղթում բոլոր այն մարդկանց, ովքեր այս պահին առողջական խնդիրներ ունեն, շուտ ապակինվեք ու ոտքի կանգնեք։ Everybody's dancing. Mama, way. All those nights could never cast a shadow. See, I'm a brightest day. Half forgot his beats and drums are calling. I'm on my way. Rhythm and feeling. Hands to the ceiling. We'll body fighting. What's up?
The station with the best music. Best music. I love the music. Best music. 10:53 մեր եթերաժամի վերջին րոպեներն են, ովքեր նոր են մեզ միացել, բարի լույս ենք ձեզ մաղթում եւ բարի աշխատանքային շաբաթ, թող այն լինի արդյունավետ, քիչ ծանրաբեռնված, իսկ ծանրաբեռնված լինելու դեպքում գոնե շաբաթվա վերջին քաղեք պտուղները եւ մի լավ հանգստանաք, մանավանդ որ նշեցինք շաբաթվա վերջին մեծ տոնակատարություն է մեր մայրաքաղաքում, նշելու ենք մեր սիրելի Էրեբունի Երևան տոնը եւ թե շաբաթ թե կիրակի կան տոնական մեծամասշտաբ միջոցառումներ։ Վստահ եմ, որ հենց այս միջոցառումների հետևում կանգնած մարդկանց համար հատկապես շաբաթը շատ ծանրաբեռնված է լինելու, այնպես որ շնորհակալություն հայտնենք նրանց նախապես տարվող աշխատանքի համար եւ հուսանք, որ նրանք նույնպես աշխատելուց բացի կարողանան նաեւ շաբաթվա վերջի միջոցառումները վայելել։ Ժամը 10:54 րոպե արդեն Երևանում այս պահին 20 աստիճան է ջերմաստիճանը, հրաշալի եղանակ, հուսով ենք, որ այն անդրադառնում է նաև ձեր տրամադրության վրա, եթե իհարկե խցանումների մեջ չեք, գիտեմ, որ այս պարագայում մի փոքր ավելի դժվար է լինում վայելել ինչպես լավ եղանակը, այնպես էլ առհասարակ լավ լուրերը, ինչ վիճակ է արդեն Երևանում, Այս պահին 6 է, խցանումային նիշը տատանվում է, րոպեներ առաջի 7 էր, այնպես որ սիրելի վարորդներ, ուղևորներ, ձեզ համբերություն ենք մաղթում, իսկ եղանակի տեսանկյունից ասենք, որ առաջիկա օրերին դեռ բարձրանալու է օդի ջերմաստիճանը եւ նաեւ անձրևներ չեն կանխատեսվում թե հանրապետությունում եւ թե մայրաքաղաքում, այնպես որ անձրևանոցները կարող եք այսօր թողնել տանը, բայց եթե հանկարծ անձրև գա, մեզ չմեղադրեք, որովհետեւ երբեմն եղանակի կանխատեսումները լինում են իսկապես անկանխատեսելի։ Ձեզ հաճելի աշխատանքային օր ենք մաղթում, աշխատանքային շաբաթ եւ հիշեցնում, որ Սուրճ ու Սեր առավոտից ռադիոնախագիծը եթերում է յուրաքանչյուր աշխատանքային օր առավոտյան 9:30-ից, այնպես որ կմիանաք մեզ վաղը եւ մենք ձեզ կրկին սիրով կասենք բարի լույս։ Բարի լույս։